Առաքելական եկեղեցու դեմ արշավի ջրաղացին ջուր լցնելու համար ԿՊԱ-ականներն օգտագործում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2025 ամփոփող բանաձևը։ Մեջբերում դրա այն հատվածը, որտեղ Եվրակառույցը մտահոգություն է հայտնում մի քանի հոգևորականների իշխանությունը զավթելու դավադրությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նրանք չեն մեջբերում դրան նախորդող նախադասությունը, որտեղ արձանագրվում է Հայաստանի վարչապետի ու Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությունը։ Զեկույցում հստակ նշվում է, որ այնինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Խայտառակություն է համարում պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը ԵԽԽՎ զեկույցը, որ լռում է Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալների մասին։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, զեկույցը օբյեկտիվ չէ, քանի որ դրա հեղինակները Հայաստան չեն եկել։ Իրենց հետ չեն զրուցել, միայն հեռվից ԿՊԱ-ականների տված տեղեկությունների հիման վրա են գրել զեկույցը։ Ասացին, որ հիվանդացել է ինչ-որ հիվանդանոց են տարել զեկուցողին եւ այդ պատճառով այցը հետաձգել են, բայց հետո ընդհանրապես հանեցին, որովհետեւ նկատի ունեն իբր ընտրություններ են եւ ընտրությունների հետ կապված միջամտություն չդիտվի դա։ Ռուստամյանի համոզմամբ իտալացի զեկուցող Պիերո Ֆասինոյի առողջական խնդիրներն իրականում առիթ են եղել եվրոպացիների Հայաստան չգալու համար։ Իրականում նրանք չեն ցանկացել իրենց աչքով տեսնել այն, ինչի մասին չէին ուզի գրել զեկույցում։ Հայաստանում ոտնահարված ժողովրդավարության մասին։ Դա կարող է վնասել ընտրությունների գնացող իշխանության համբավը։ Երևի ուզում են ամեն կերպ, այսպես ասած, աչք փակել այն ամենի առաջ, ինչ որ տեղ է ունենում Հայաստանում, այդ թվում քաղբանտարկյալների առկայության փաստը։ Անընդունելի գործելավոճ է համարում Ռուստամյանը զեկուցողների այդ վարքագիծը, բայց ընդունված բանաձևի տեքստում որոշ դրական արձանագրումներ այնուամենայնիվ կան, ըստ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարի։ Նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը եւ որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։ Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվան բանաձևը ընդգծում է նաև, որ պետք է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնում եք, ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, ինչքան անհնար է այն չնկատել կամ կոծկել, որ անգամ հաշվի առնելով Փաշինյանի ցանկացած արարքը արդարացնելու եւ չբարձրաձայնելու որոշ միջազգային կազմակերպությունների մոտեցումները, իրենք չեն կարողացել դրա մասին չներառել այս զեկույցում։ Զեկույցի ԿՊԱ-ականների սրտով շեշտադրումները աշխարհաքաղաքական շահերով է պայմանավորում Ամիջանյանը։ Ամփոփող է Եվրակառույցի պահանջը Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։